Քանի որ իմ մասնագիտությունն է, երկար տարիներ է, մոտ մի 25 տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտով եմ զբաղվել, Հայաստանում, հետո վերադարձ Բելգիա, նորից որ եկել եմ միջև մարզվում եմ։ Հիմնական նպատակս որ իմ սեփական զալը լինի, շատ կարևոր է իմ համար այս գույքը, որովհետև առանց գույքի շատ մարդիկ ոնց որ իրենց մոտիվացնեն, շատ կարևոր է զալի մեջ այդ գույքը, հա։ Հայրենիք վերադառնալուց հետո ճիշտ մատչելի ինֆորմացիա տրամադրել Եվրոպայից վերադարձած մարդկանց։ Կոնկրետ LOSRA ծրագրով վերաինտեգրումը սկսվում է մինչ նրանց վերադարձա գրանցումով Riyadh հարթակում։ LOSRA contributes to my work by helping me identify which integration services are available to returnees in Armenia. For returnees, LOSRA means that there are more integration options available once they arrive in Armenia. It allows us to explain that the support does not stop at return, but can be complemented by other services depending on their needs. LOSRA ծրագրի շրջանակներում ներկայումս ներառված է 4 աջակցության տեսակ։ Առաջինը դա մասնագիտական գործիքների սարքավորումների տրամադրումն է, երկրորդ աջակցության տեսակը դա տան առաջին անհրաժեշտության պարագաներն են, երրորդը դա բժշկական աջակցությունն է, բժշկական խնդիրների առկայության դեպքում եւ չորրորդը հոգեբանական խորհրդատվություն։ Thanks to the RRF, we increased our knowledge on the Armenian context and its evolving reintegration frameworks. What was specifically interesting for us was the strong local ownership component and the fact that the project was embedded into the national and local practices. As a result, we were able to adapt our counseling approach in Belgium based on returnees' needs and the realities on the ground. The desk daily work was deeply human-centered. Each returnee received an individual assessment, a jointly developed reintegration plan, and continuous follow-up support from the desk reintegration counselor. This approach went further than economic support and facilitation to access state services. It also addressed psychosocial vulnerabilities and mental health needs with dedicated support provided by the LOSRA psychologist. Աշխատանքս իրականացել է հիմնականում երկու ուղղությամբ, մի կողմից վերապատրաստում ենք իրականացնել այն անձնակազմերին, ովքեր որ աշխատել են վերադարձողների հետ եւ նաեւ հենց աշխատել ենք անհատական խորհրդատվությունների ֆորմատով վերադարձողների հետ։ Ամեն մեկի հետ աշխատանքը իրենց ներկայացնում է անհատական բնույթ եւ ընդհանրացնել չեն կարող, որովհետեւ գործ ունենք անհատի հետ։ Սովորաբար նրանք ունենում են այսպես ասած զրոյից ամեն ինչ սկսելու զգացողություն։ Արդյունավետ ենք համարում համագործակցությունը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի, ուղղորդման կենտրոնի խորհրդատու եւ հոգեբանի, թե գործնական պարապմունքների, թե խորհրդատվության, թե իրազեկվածության առումով վերաինտեգրման հարցերով։ LOSRA ծրագրի այդ շրջանակում աջակցությունը շատ էական է, քանի որ Հայաստանի Հանրապետություն վերադարձած այդ միգրանտներին անհատական դեպքերում տրամադրվել են թիրախային ծառայություններ։ In essence, LOSRA is more than a project. It is a story of partnership, innovation, and steady transition toward national ownership, helping ensure that Armenia is ever better equipped to welcome its returning citizens and support their reintegration into society. Շատ ոգեշնչող է տեսնել, որ ծրագրի թիրախային աջակցությունը օգնում է բարելավել շահառուների կյանքի որակը։ Փառք Աստծո, էլի ոնց որ մեր քրտնաջան աշխատանքի հաշվին արդեն մեզ ճանաչում են, լիքը մարդ վստահում է մեզ, գալիս են, նպատակ ունենք, եթե մոտավոր այս տարածքի նման տարածք լինի, ցանկություն կա էլի որ մի քիչ ավելի մեծացնենք։